Գաղտնիքների գիրք, Հելոուինի գաղտնիքների գիրք, 1000-ամյա թագավորության ավարտը։ Գրված է, և նետեք նրան անդունդը, փակեք նրան կնիկ դրեք նրա վրա, որպեսզի այլս չմոլորեցնի ազգերին, մինչ 1000 տարին լրանա։ Եվ դրանից հետո նա պետք է արձակվի մի փոքր ժամանակով։ Ահա թե ինչպես է այն պետք է կարդալ հասկանալ, համեմատած վերում գրվածի հետ, միտքը չի կարող ըմբռնել։ Դա նկարագրում է անցյալում տեղի ունեցածը, իսկ հետյալը ապագայի, այսինքն ներկայի մարգարեությունն է։ Հայտնություն 23 Ինչ, ինչպես երբ գրված է, սկսվում է արտահայտությունը։ Ահա թե ինչպես է այն գրված, աշխարհի ներկայիս ժամանակը հասկանալու համար։ Հետյալը ապագայի, այսինքն ներկայի մարգարեությունն է։ Ղուկաս 21:11 Գաղտնիքների գիրքը, մեծ նշանները, ներկայացնում է մեծ նշանների մասին Ղուկաս 21:25 հում կանխագուշակված հաջորդականությունները։ Եվ նշաններ կլինեն արի, լուսնի աստղերի վրա, իսկ երկրի վրա, ազգերի տառապանք, շփոթմունքից, ծովի ալիքների աղմուկից։ Մեծ նշանը տեղի է ունենում, երբ Նիբիրուն, Ատլասը հայտնվում է Արեգակի ետից ցրելով թունավոր ցիանիդային հիդրոքսիդ գազ, վայրկյանում 4,00 գումարած -1, 7,10,25 հրթ մոլեկուլ արագությամբ։ Սա սխալ չէ, սա քվադրիլիոնավոր ցիանիդի մոլեկուլներ են, որոնք ամեն վայրկյան հոսում են այս օբյեկտից։ Երկիրը կհանդիպի թունավոր գազի, սա է պատճառը, որ 3 այդլազես Նեբիրուի վրա լռությունը խլացնող է, աշխարհի համար այս կարևոր տեղեկատվությունը ճնշելու նրանց համոզմամբ, դա պատասխանատվության էթիկայի լիակատար ձախողում է։ Մեծ նշանը տեղի է ունենում հիմա, 17 կիսաստղերով, որոնք փոշոտում են երկիրը, ինչը այն կվերադարձնի կարմիր փոշ ու դժոխք, ինչպես դա տեղի է ունեցել անցյալում։ Երբ Նիբիրուն 3 այդլազն է գալիս Արեգակի ետից։ Մարդկությունը կտեսնի խաչմերուկը, կիմանա, որ 1000-ամյա թագավորությունը լրացել է։ Ինչ սպասել, ինչ է դա լինելու, բաժանորդագրվեք կամ ներդրում կատարեք, դուք կսովորեք, կիմանաք, կհասկանաք։ Շնորհակալ եմ, Անահիտ։